Իսկ դու գիտես, որ հենց քո տունը թիրախի տակ է։ Բացատրեմ ինչպես։ Արդեն 2 օր է Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացում է վերադարձ արևմտյան ադրբեջանցիների թեմայով ֆորում, որը թվով 3-րդն է։ 2 ֆորում էլ անցկացվել է 2024 եւ 2025 թվականներին, այսինքն սա արդեն մեծ առաջընթաց է հակահայկական կառույցի համար։ Այս 3-րդ միջոցառման ժամանակ հնչել են տարբեր պահանջներ Հայաստանի Հանրապետության ինչպես սուվերեն տարածքների, այնպես էլ բնակության եւ իհարկե սահմանադրության փոփոխության մասով։ Ինչու են հայերը թիրախավորվում, որովհետեւ վերջին տասնամյակներում ադրբեջանական կողմը միջազգային հանրության մոտ պարբերաբար փորձում է հայերին ներկայացնել որպես ցեղասպան ժողովուրդ, եւ արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի առաջ գալը 2022 թվականին արդեն պաշտոնական մակարդակում խոսում է հենց դրա մասին։ Ադրբեջանը փորձում է Հայաստանին ներկայացնել որպես ցեղասպան կամ ահաբեկչական պետություն, նպատակ ունենալով դելեգիտիմացնել Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հանրության մոտ եւ այսպիսով առաջ քաշելով այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների միջազգային շահերը։ Ինչու եմ նշում, որ հենց քո տունն է վտանգի տակ, որովհետև այս ֆորումի ժամանակ պաշտոնական այրերը, հանձինս կրթության գիտության նախարարը, հանձինս Միլի Մեջլիսի падգամավորը, ով հանդիսանում է նաև արևմտյան Ադրբեջան համայնքի կեղծ հակահայկական կառույցի նախագահ, այդ թվում նաև Միլի Մեջլիսի նախագահի տեղակալի հայտարարությունները, որոնք բազմապիսի են հակահայկական բովանդակությամբ եւ լուրջ վտանգ են ներկայացնում մեր ժողովրդի համար։ Իսկ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, ձեզ եմ ներկայացնում Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի նախագահ եւ Միլի Մեջլիսի падգամավոր Էզիզ Էլիկբերելի ուղիղ խոսքը թարգմանությամբ։ Մեր պատմական հողերին վերադառնալու թեմայի համատեքստում պետք է նշել, որ մեր հայրենակիցների կրած բոլոր ողբերգությունների անմիջական վկան է եղել Նախիջևանի ժողովուրդն ու Նախիջևանի հողը։ Այս միջոցառումների անցկացումն այստեղ բնականաբար նաև մեր ուղերձն է մյուս կողմին եւ արտահայտում է մարդկանց իրենց նախնիների հայրենիք վերադառնալու նկատմամբ վստահությունը։ Այս մարդկանց վերադարձը իրենց նախնիների հայրենիք ոչ միայն մարդկային իրավունք է, այլև միջազգային իրավունքի վրա հիմնված իրավունք եւ ոչ մի միջազգային օրենք չի կարող ժխտել մարդկանց իրենց հայրենի տուն եւ նախնիների բնակավայր վերադառնալու իրավունքը։ Հաջորդ փաստը, որը վկայում է ադրբեջանցիների Հայաստան վերադառնալու մտադրությանը եւ պետական աջակցությանը, Ադրբեջանի փոխնախագահ Զիայեդ Էզգերովի ուղիղ խոսքի թարգմանությունն է։ Խոսքը պարզապես արևմտյան Ադրբեջան, մեր հողեր վերադառնալու, այնտեղ ապրելու, մեր հայրենական օջախներ վերադառնալու եւ այնտեղ մեր կյանքը շարունակելու մասին է։ Իսկ հիմա ավելի մանրամասն հենց միջոցառման անցկացման ձևաչափի մասին։ Նախ նշեմ, որ Օրդուբադում անցկացող միջոցառումը ինքնին հակահայկական բնույթ է կրում։ Այդտեղ պատկերված տարազները, երաժշտությունը, որը դուք հիմա տեսնում եք ձեր էկրաններին, եւ նաեւ երգացանքը առանձնապես ընդգծված է ներկայացնելու, որ հայկական կողմը գոհացել է իրենց մշակույթը եւ իրենց հովարել։ Այդտեղ անցկացված միջոցառման հիմնական նպատակը նաև Հայաստանին մեղադրելն է մշակութային ժառանգության ոչնչացման կամ օրինակ կրկնօրինակման մեջ։ Մի բան եմ ուզում փաստել, չկա մի ադրբեջանցի պաշտոնյա, չկա մի ադրբեջանցի որևէ պաշտոնատար անձ, որը առանց Ալիևի հետ համաձայնեցման կամ պետական ապարատի հետ համաձայնեցման կաներ նման հայտարարություններ։ Չկան ադրբեջանցիներ, որոնք չեն առաջնորդվում հենց Իլհամ Ալիևի ցուցումով։ Հետևաբար կարող ենք հստակ պնդել, որ յուրաքանչյուր պետական այրի հայտարարություն դա ուղիղ խոսքի մեջ բերում է Իլհամ Ալիևի, եւ դրանք պարզապես ծածկադմփոց անել նշանակում է դավաճանել հայկական շահը։ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցի միջոցառումների շարքը այսքանով չեն սահմանափակվել եւ չեն սահմանափակվելու։ Նրանք տարին 24 ամիս, 365 օր շարունակում են իրենց արտաքին քաղաքականության սպասարկման օրակարգը, որպեսզի Հայաստանի սուբյեկտայնությունը միջազգային հարթակում ել ավելի նվազեցնեն։ Նրանց հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունը ադրբեջանցիներով բնակեցնել է, հիմնականում փոքր խմբերում։ Ինչպես եմ ես դա ապացուցում։ Նախ եւ առաջ մենք մեր աչքի առաջ ունենք այնպիսի մի փաստ, որը վերջին տարիներին տեղի ունեցել։ Արցախի վերջնական հանձնումից հետո ադրբեջանցիները հանձինս Իլհամ Ալիևը փոքր խմբերով ադրբեջանցիներին բերում եւ պարտադիր բնակեցնում է Արցախի օկուպացված եւ հարակից տարածքներում։ Այս հիմնական օրինակով ադրբեջանցիները նույնը անելու են իհարկե Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Իրենք արդեն ունեն փորձ, թե ինչպես ահաբեկել ադրբեջանցիներին եւ բերել բնակեցել այնպիսի հատվածներում, որտեղ նրանք չեն ուզում ապրել, եւ այդ փորձի կրկնօրինակումը կամ կրկին իրականացումը բոլորովին էլ հեշտ է լինելու ադրբեջանցիների համար։ Իսկ որպեսզի խոսքս ավելի հիմնավոր լինի, կարճ ասեմ, թե ինչպես են իրենք պարտադրում ադրբեջանցիներին գնալ եւ ապրել այնտեղ, որտեղ Իլհամ Ալիևն է ցանկանում։ Իրենք հիմնականում օգտագործում են պետական լծակներ,
ահաբեկում են մարկանց ասելով, որ դուք կկտրվեք ձեր թոշակից, ձեր նպաստից, անվճար կրթությունից եւ այդպիսի ռեպրեսիվ մեթոդներով մարկանց դնում են երկրտրակի առաջ, կամ կհամաձայնվես, կամ պարզապես անօթի կմնաս։ Եվ այսօրվա քաղաքականությունը Ադրբեջանի կողմից հստակ ընդգծված է այն եզրույթով, որ իրենք մտադրված են գալ Հայաստան ապրելու եւ դրա հետևից գնալու են, քանի կա մեր իշխանության գլխում Նիկոլ Փաշինյան անունով վարչապետը։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ եւ ընդգծել մի կարևոր բան, որպեսզի ադրբեջանցիները եւ ադրբեջանական պետությունը երբևիցե չհամարձակվի Հայաստանի հանդեպ ունենա նման մեծ տեսակի նկրտումներ եւ առաջ չտանի իր պետական շահը, հարկավոր է բանիմաց եւ խելացի ղեկավար, որը առաջ է տանում իր ժողովրդի պետական շահը, բայց ցավոք սրտի այսօր մենք ունենք մի իրականություն, որտեղ պետական շահը առհասարակ գոյություն չունի։ Ձեզ հետ ես, Ադրբեջանի հարցերով փորձագետ եւ միջազգայնագետ Գառնիկ Դավթյանս, լավ եղեք, կհանդիպենք։